Տարբեր հարթակներով տեղեկություն է տարածվում, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը մերժել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվելու նրա պաշտոնական առաջարկը, ասել, թե Հայաստանն ինքնուրույն կարող է այդ խնդիրը լուծել։ Տարածվող այս լուրերը վարչապետի հետ ճեպազրույցում խնդրեց մեկնաբանել լրագրողներից մեկը։ Փաշինյանն ասաց, ԱՄՆ պետքարտուղարի նույն տեղակալի հետ ինքն էլ հանդիպել է եւ հատուկ անդրադարձ է կատարել հարցին, արձանագրել, որ նախագահ Թրամփը, այդ թվում հրապարակային, խոսել է խնդրով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Խորհրդարանի 2026-ի ընտրությունից առաջ փորձագետներն ահազանգում են հիբրիդային պատերազմի ահագնացող միտումների մասին, ինչ է արվում Հայաստանի ներքին կյանքի վրա արտաքին այս ազդեցությունը չեզոքացնելու համար։ Վարչապետը նախ Ադրբեջանում պահվող անձանց հարցի վերաբերյալ տարածվող նույն կեղծ լուրերի օրինակը բերեց, երբ քննարկվում է մի բան, իսկ որպես հավաստի տեղեկություն գրվում ու տարածվում է ուղիղ հակառակը։ Որն է մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու, մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթը շարունակում է կիրառվել։ Այս անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Թեմային անդրադառնալով լրագրողը նաև շեշտում է, Հաքան Ֆիդանն ասել է, խոսքը Հայաստանի տարածքի մասին է, որի շահառուն Ադրբեջանն է։ Վարչապետը վերահաստատում է ավելի վաղ ասվածը, Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների անունը կարող է որոշել Հայաստանը։ Եվ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է, որ դա չի կարող այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Որոշ տնտեսվարողներ ու տնտեսագետներ հայտարարում են, թե վարչապետը տարեմուտին ընդառաջ պետնախագահից պահանջել է ապահովել ոչ միայն ընթացիկ տարվա հարկային մուտքերը, այլև փակել 2024-ի պակասուրդը, ու հիմա հարկային տերոր է սկսվել։ Վարչապետն արձանագրեց, պակասուրդ չկա ու հետևաբար դա լրացնելու հարց էլ չկա, բայց խնդիր կարծես թե գոյություն ունի։ Շեշտեց, պատկան մարմիններին իր հանձնարարականը հետևյալն է։ Չպետք է լինի տնտեսվարող, որը հիմք ունենա օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԿ իրենից մի լումա ավել գումար է վերցրել, քան պետքա վերցներ օրենքով նախատեսված կարգով։ Եվ սա շատ հստակ է։ Բայց Փաշինյանը տնտեսվարողներից նամակներ է ստացել այդ սկզբունքը խախտվելու մասին։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է հանդիպել նամակների հեղինակների ու պատկան մարմինների ներկայացուցիչների հետ եւ պարզել։ Իրոք կան անարդարություններ, իրոք մենք ինչ-որ մի սխալ բան ենք անում մեր տնտեսվարողների նկատմամբ, իհարկե չուզենալով, որովհետև մենք դա չենք ուզում, որովհետև մենք ահռելի հարգանք եւ պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ եւ ես առիթը բաց չեմ թողում նրանց շնորհակալություն հայտնել աշխատելու, արդյունք ստեղծելու եւ օրենքով սահմանված հարկերը վճարելու համար։ Բոլոր այն դեպքերում, երբ որ կարտանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք։ Բայց եթե պակաս վճարում ա եղել, այդ պակաս վճարումներ պետք է լրացվի։ Չպետք է նաև Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ եւ պրակտիկա։ Իշխանություն, ընդդիմություն չդադարող մեղադրանքների ու 2026-ի ընտրությունից առաջ հնարավոր առճակատման մասին հարցին պատասխանելով վարչապետը շեշտեց, առճակատում լինել չի կարող։ Միևնույն ժամանակ նա վստահ է, նախորդ շրջանի քաղաքական էլիտայի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք Հայաստանը առաջնորդել են դեպի թակարդ եւ պահել են թակարդում, նույն 26-ի ընտրության արդյունքում պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Երկրի ղեկավարն ասաց, քաղաքացիների հետ շփումների ժամանակ տեսնում է, որ նրանք հոգնել են նախկին
ուսանողներ ու ներկաներ այդ բանավեճից, որոնք ի դեպ հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության սահմաններից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում քննարկում են, որ Հայաստանում քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ու հայհոյախոսությունից պետք է հրաժարվել։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Վարչապետը մեկնաբանեց նաև վաղարշաբաթի ավականու ընտրությունից հետո իր գրառումը, որում ասվում էր. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացի»։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սպասվող հոգևոր հավաքի եւ հոգևոր նորոգման գործընթացի մասին։ Վաղարշաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա տեխնացուն հաղթել են եւ ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղարշաբաթում նույնպես Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել է այդ նկատի ունեի։ Հա ինչ վերաբերվում է Մայրաթորը ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Աննա Զախարյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։